Հերթագրվել է 14 պատգամավոր, առաջինը Վիլեն Գաբրիելյանն է, իսկ մինչ այդ, եթե պատգամավորների մեջ կան մեր պայմանավորված թիվը գերազանցած թվով պատգամավորներ, խնդրում եմ խմբակցություններին ինձ ցանկ տալ։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծ արգո նախագահ, հարգելի գործընկերներ, թեմայից դուրս եմ խոսալու իրականում, որքան էլ որ պարոն Թունյանի թեկնածությունը ողջունում եմ, միանշանակ վստահ եմ պարոն Թունյանը արդարացնելու է, եթե մենք իրան ընտրենք այդ պաշտոնում, բայց այնուամենայնիվ պետք է անդրադառնամ այն մթնոլորտին, որը որ երեկվանից ձևավորվում է ազգային ժողովում, եւ ես կարծում եմ հարգելի գործընկերներ, դուք եք զգում, որ մթնոլորտում տենց որոշակի լարվածություն կա, եւ այդ լարվածությունը միանշանակ ունի իր պատճառը։ Պատճառը դրա հետեւյալն է։ Իմ գործընկեր, եթե չեմ սխալվում, Արթուր Հովհաննիսյանը երեք ասեց, որ իր կարծիքով Ուժեղ Հայաստան խմբակցության անդամներից մեկը ձեր մեջ մարտագլխիկ է, որը որ դուք օգտագործում եք, եւ նկատի ունեցել իմ գործընկերը, որ այդ առումով բարեկրթության շրջանակում դուք որոշակի կեղծավորություն եք թույլ տալի։ Այսինքն ստացվում է հետեւյալ ֆոնը, որ մեծ մասամբ դուք բարեկիրթ եք, բայց կա մեկը, որը որ իբր թե կառավարելի չէ, ինքը իրենից դուրս գալիս է եւ այստեղ ոչ բարեկիրթ արտահայտություններ է անում։ Այդ թեմայի շուրջ ես իմ գործընկերոջ հետ քննարկում եմ ունեցել, ասել եմ, որ ճիշտ ասած մի քիչ համաձայն եմ հետ, որովհետեւ ես կողքից որ նայում եմ, չեմ ուզում հավատամ, որ մարդիկ անազնիվ են մեզ հետ։ Ինձ թվում է ինքը ոչ թե մարտագլխիկ է, այլ ինքը շարքային սադրիչ է, որը որ ձեր շարքերում ներդրված է եւ որը որ ձեր շարքերում ներդրված է առաջնահերթ ձեզ վնասելու համար։ Որովհետեւ անկեղծ ասում եմ, ես ուզում եմ հավատամ, որ դուք ազնիվ եք եղել այս պայմանավորվածության շրջանակներում։ Եվ դեռ հավատում եմ։ Բայց ինչա տեղի ունենում, փաստը որն է, որ շարքային սադրիչը գալիս է ազգային ժողովի ամբիոնի մոտ, միջ դա իհարկե մենք բոլորս տեսել ենք դերասանական տաղանդը, բայց ես կարող եմ ասել, որ բավականին անտաղանդ դերասան ունակություններով մի վերջուն սրտաճմլիկ ելույթ է ունենում եւ մեղադրանք է հնչեցնում առայն, որ մենք զոհերի հիշատակը սրիկայաբար շահարկում ենք, հաշվի չառնելով, որ տվյալ պահին ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը։ Դա ես չեմ կարող դա բացի դրանից ուրիշ ձև անվանել, որովհետև այստեղ չեմ կարծում, որ կա մեկը, որի կամ բարեկամներից, կամ հարազատներից, կամ ընկերական շրջանակում չլինի մարդ, որը որ այդ թվում նաև իր բարեկամներից կամ հարազատներից 44 օրյա ընթացքում ունենա զոհված մարդ։ Այդ թվում առաջի պատերազմին եւ գալ ստեղ եւ անտաղանդ դերասանական չտաղանդով նմանատիպ արտահայտություններ անել, չեմ կարծում, որ դա նպատակահարմար է եւ նպաստում է ազգային ժողովի արդյունավետ աշխատանքներին։ Բայց կա գործընթացի շարունակությունը։ Եվ այն մասին է այդ գործընթացի շարունակությունը, երբ որ ձեր ֆրակցիայի ղեկավարը, մասնավորապես դուք, պարոն Կարապետյան, մի քիչ զարմանում եմ այդ առումով, հետագա խոսակցության ընթացքում ընդունում եք, որ անպարկեշտ պահվածք է եղել ձեր թիմակցի կողմից, ասում եք մենք քննարկենք, ես իհարկե ենթադրում եմ, որ դուք համստեղ եք քննարկեմ, համ Ուլնեցի փողոցում եք քննարկել, որովհետև ենթադրում եմ, որ Ուլնեցի փողոցում մի քիչ ուրիշ քննարկում եք ունեցել այլ ոչի, որովհետև ելնելով ստեի քննարկումից եւ խոսակցությունից ես մի քիչ ուրիշ բան եմ ակնկալել։ Ես ակնկալում եմ, որ այնուամենայնիվ մեր մեջ այդ փոխխմբռնումը կա եւ մենք պետք է ընդունենք, որ ձեր թիմակիցը անպարկեշտ պահվածք է ցուցաբերել ազգային ժողովում։ Ես վստահ եմ, որ եթե մեր թիմակիցներից մեկը նմանատիպ պահվածք ցուցաբերել եւ դուք դրա դեմ այսպես ասած բողոքի ձայնը արտահայտեք, մենք կքննարկենք եւ հանգիստ կգայինք, ասենք, որ ժողովուրդ ջան,
որ ժողովուրդ ջան, ընդունում ենք, օքեյ, ներողություն, շարունակում ենք աշխատել։ Ամեն դեպքում հասկանում եմ, որ որքանով է պայմանավորվածությունը կա, բայց ոնց որ նոր ենք, էլի, հələ մի քիչ լավ իրար չենք ճանաչել, բան կարող ենք 1-2 անգամ սկզբնական փուլում մի քիչ process-ից դուրս գալ, մի քիչ էմոցիոնալ ֆոն կա բան, բայց ակնհայտ եմ զգում հիմա, որ ձերքի մի իհարկե շատ կազմակերպված է, ես դրանում կասկած չունեմ, այդ թվում նաև շատ պատրաստված է, ես դրանում կասկած չունեմ, որովհետև Անձեն Աշկովելը դա երևում եւ այդ թվում նաև ազգային ժողովի շենքից դուրս է երևում, բայց ինձ թվում է դուք այսօր սխալ տրամադրվածության եք եկել ազգային ժողով, ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ ձեր բանականությունը այդ տեսանկյունից կաշխատի եւ դուք բարձրաձայն կդատապարտեք ձեր մեջ եւ ես էլի մնում եմ այդ կարծիքի, որ ինքը ոչ թե մարտագլխիկ է, այլ շարքային սադրիչ է, պրավոկատոր է բառից բունի իմաստով, որը ստեղ ներդրված է բացառապես մի բանի համար, ուժեղ Հայաստան խմբակցությանը վնաս պատճառելու համար, ուրիշ բան նկարագրեմ, դուք պատկերացնում եք, որ հանգարց այսօր ուժեղ Հայաստան խմբակցությունը գար, նախ մի հատ ասել, դե հիմա մարդ, հա, ոչինչ, լավ, ներողություն ենք խնդրում, բայց կա շարունակությունը սցենարի, պատկերացնում եք, որ հանգարց գային այն որոշմանը եւ այդ մարդը ընդունել, ինչը որ բացառում եմ իհարկե, ասեր, որ այս անպարկեշտն ու պարզա, այս առաջին միջադեպն է, թե երկրորդ, երրորդը լինի, այդ ժամանակ կարար այդ թեման հասունանար, բայց զուտ ֆոնի տեսանկյունից եմ հանրային, էլի, որ հանգարց գար ու ասեր, ես ինձ սխալ եմ պահել, ես մանդատս վայր եմ դնում, հասկանում եք, իշկան քաղաքական դիվիդենդ եւ իշկան ռեյտինգ այս մարդիկ ոնց կբարձրանան, որ հա դա մեր համար որոշակի առումով նաև մարտահրավեր կլներ, որտեղ հանրությունը կտեսներ, որ այն ինչ խոսվում է, դա ազնիվ է, դա անկեղծ է, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար է, այլ ոչ թե նրա համար է, որ գանք եւ ազգային ժողովի աշխատանքները փորձենք խաթարենք։ Այնուամենայնիվ, ես խոսքս ուղղում եմ շարքային սադրիչին։ Ինքը դեռ, ես դրան դեռ չեմ անդրադառնա, դրա ժամանակը դեռ կգա, այնուամենայնիվ անկախ ամեն ինչից յուրաքանչյուր մարդ է պետք է որոշակի առումով շանս ունենա, էլի։ Երբ որ սխալ է գործում, այնուամենայնիվ ես տենց ինձ այդ տեսանկյունից մի քիչ ավելի բան եմ, ոնց որ համարում։ Շանս տանք մարդուն, մարդ ես, էլի, մեկ է տեսակ, չնայած մասնավորապես սակրավորների մասով ոնց որ թե մենք տեսանք, որ չի աշխատում, գոյություն չունի, տարական բարեկրթություն է, էլի, բայց գոյություն չունի դա, էլի, շարքային սադրիչի մոտ, և ինչն եմ ուզում ասեմ իրեն, ես կարծում եմ այնուամենայնիվ, և շատ ուղիղ եմ ասում, անկախ ամեն ինչից, պետք է խելքը գլուխը հավաքի, հասկանա որտեղ է գտնվում, հասկանա ինչի համար է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ինքը այնուամենայնիվ թմի շրջանակում գործուղվել ազգային ժողով, մի քիչ իր այդ թվում զորտա դերասանական անտաղանդին եւ գա այնուամենայնիվ կանգնի այս ամբիոնի մոտ եւ ասի հարգելի գործընկերներ, հա, մեր անունը կարա էլի չմատնանշի, կարա էլի ասի ուժեղ Հայաստան խմբակցության հարգելի անդամներ, Հայաստան խմբակցության հարգելի անդամներ, մենք դրանից չենք նեղվում, որ չի մատնանշում, որտեվ իրականում մեզ համար էլ է հասկանալի, որ տվյալ անձին կներեք ռուսերեն պետք է ասեմ, что в лоб, что по лбу։ Տեղում չի իսկականից, вообще գոյություն չունի։ Տրամաբանություն եմ ուզում հասկանամ, էլի ինչին է ինքը նպաստում, բայց էլ եմ ասում, ես իմ մեջ դեռ հնարավորություն եմ մի քիչ ակնկալում, որ մեր գործընկերները այնուամենայնիվ ստեղ ձեր մասին է խոսքը, դուք պետք է ցույց տաք, որ դուք ձեր միտումներում անկեղծ եւ ազնիվ եք եղել, այնուամենայնիվ ազգային ժողովի մաղթում եմ, որպեսզի մենք շարունակենք մեր աշխատանքները, ի սկզբանե մեր որդեգրած այն ոճով, որը որ շարունակում ենք, որովհետև կրկնվեմ, ստեղ խոսքը նրա մասին չի, Նարեկ Կարապետյանը լավը կլնի, թե Վիլեն Գաբրիելյանը լավը կլնի այս ամբիոնի մոտից, թե այս դահլիճում, թե ստեղից դուրս կամերաների առջև, հայրը իրականում մեծ մասամբ տենց խաչատուն են, էլի կամերայի առջև, որ
մեկը տենց հայտնվում է, ինքը պետք է ցույց տա, որ ինքը ամենալավն է, բայց իրականում դե պարզ է, չէ, ոչ մեկս ամենալավը չենք, բոլորս է սխալական ենք, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ազգային ժողովի աշխատանքները շարունակվեն